մարզերի բարեկեցության ինդեքսի մասով։ Մենք հնարավորություն ունենք 2024 թվականի բազմաթիվ երևի հարյուրներով դաթասետեր ուսումնասիրելու եւ հանելու այնտեղից կարևորները, որոնք թույլ կտային պարզել, որ մարզնա լավը, որ մարզնա վատը, սա շատ կոպիտ ձևակերպում կլիներ։ Մենք որոշեցինք ոչ թե այդպես դասակարգել, որն է լավ, որը վատ, այլ դասակարգել, թե որ ցուցանիշով, որտեղը ավելի լավ, որտեղը միգուցե քիչ լավ, նվազ լավ։ Ունենք մեր համար էլ էր զարմանալի, մենք ունենք պատկերացումներ, որոնց մի մասը հերքվեց մարզերի մասին, զարմանալիորեն կային առաջատարներ անսպասելի, եւ այդ բոլորը այսօր կներկայացնենք, մենք ի վերջո հանգեցինք նրան, որ 20+ պարամետրեր ընտրեցինք, որպեսզի հնարավորինս շատ լինի մեր ընտրությունը, հնարավորինս շատ ոլորտներ վերցնենք, բայց նաեւ շատ չծանրացնենք այս աշխատանքը, որպեսզի ինքը շարունակի հետաքրքիր լինել։ Բայց այսօրվա քննարկմանը մենք հուսով ենք ստանալ նաև ֆիդբեք, որը մեր համար շատ կարևոր է, առաջի անգամ ենք սա անում, այդ ֆիդբեքի հիման վրա լրացնենք սա, տվյալներով, որոնք հետաքրքիր կլինեն եւ տեղին կլինեն այս ինդեքսի համար, եւ տվյալներ, որոնք ավելորդ են գուցե։ Գնացինք առաջ։ Կրթությունը առաջի թեման, որ շատ ուզում էինք հասկանայինք, որտեղ ինչ է կատարվում։ Կրթությունը սկսել ենք ամենացածր մակարդակից, մանկապարտեզներից։ Ձևակերպումներում ես ավելի ազատ կլինեմ, քան վիճակագրությունն է, բայց ընդհանուր միտքը հետևյալն է։ Նախադպրոցական հաստատությունները, ընդգրկվածությունը։ Բնականաբար երեխաները ինչքան շատ են լինում մանկապարտեզում, այնքան ավելի հաջող է իրենց մանկությունը անցնում։ Այստեղ տեսնում ենք, որ օրինակ Երևանում եւ Սյունիքում ինչքան կանաչագույն է, այնքան ավելի շատ է, այնքան ավելի դրական է ցուցանիշը, ինչքան նարնջագույն, այնքան ավելի վատ է ցուցանիշը։ Մենք տեսնում ենք, որ Երևանում եւ Սյունիքում է դրականը։ Որոշ մարզերում զիջում է, բայց տեսնում ենք, որ բոլոր դեպքերում 100%-անոց արդյունք չկա։ Ես մյուս սլայդները ավելի արագ կանցնեմ, որոշակի պատկերացում տալով ընդհանուր պրեզենտացիայի մասին։ Հիմա նախորդը վերաբերում է ընդհանրապես ընդգրկվածությանը, սա վերաբերում է կոնկրետ քաղաքներում ընդգրկվածությանը։ Եվ տեսնում ենք, օրինակ, եթե Արագածոտնը նախորդներից առաջատար չէր, այստեղ արդեն առաջատար է, ինչը նշանակում է, որ այնտեղ գյուղերում տարբերություն կտեսնենք։ Այստեղ տեսնում ենք, որ արդեն Արարատում ունենք առաջատարություն։ Այսինքն կախված նրանից գյուղը քաղաքը, այստեղ ինչ-որ բաներ են փոխվում եւ մենք կարծում ենք, որ սրան արժի ուշադրություն դարձնել նաեւ գյուղերում այդ հնարավորությունները ապահովելու համար։ Աշխատավարձերը մեր համար կարևոր է հասկանալ պաշտոնական վիճակագրության մեջ նշվում է փողակների մասնագետների, հաստատի խոսքը ուսուցիչների մասին է։ Փողակների մասնագետների թվով, ներողություն, աշխատավարձով, որտեղ են ավելի շատ ստանում։ Ինչպես տեսնում եք, Երևանում վատ է։ Ինչու, որովհետև Երևանում ավելի շատ են ուզում աշխատել, բնականաբար աշխատավարձերը ցածր են։ Կոտայքում բարձր է, Սյունիքում բարձր է։ Եվ հակառակը, Երևանում շատ են ուսուցիչները, ամեն դպրոցի համար, այնտեղ ունենք օրինակ Երևանում միջինը 51 եւ ասենք նույն Կոտայքում շատ ավելի քիչ եւ շատ ավելի քիչ լինելու պատճառով իրենք նաեւ հասկացա որ ավելի բարձր են աշխատավարձները։ Համախառն ընդգրկվածության, այսինքն որ այս տարիքի որքան տոկոսային, որքան երեխաներն են ընդգրկված դպրոցներում, այն 77 որ Գեղարքունիքում է, այնտեղ պետք է հաշվի առնել, որ այս ներառում է ավագ դպրոցը եւ այլն, այսինքն մարդիկ նա որոնք ինչ որ փուլից դուրս են գալիս սեփական կյանքով կամ գուցե ոչ սեփական կյանքով, բայց տեսնում են, որ Երևանում շատ ավելի բարձր է ցուցանիշի ընդգրկվածությունը։ Ավագ դպրոցներում իհարկե իրավիճակը փոխվում է։ Ինչ որ ցուցանիշներ նվազում են, որտեղ ավագ դպրոց բոլորը չի որ ցանկանում են գնալ։ Երաժշտական արվեստի եւ նմանատիպ դպրոցներում այս ընդգրկվածությունը ներառել ենք մշակույթի մեջ, որովհետեւ մենք ենթադրել ենք, որ սա ավելի շատ հարմար ոչ թե կրթության, այլ մշակույթին, եւ այդ նույն խմբում ենք ներառել նաեւ գրադարաններից օգտվելը, որովհետեւ դա ոնց որ պարտադիր չէ, մարդիկ կամովին են ընտրում։ Այստեղ տեսնում եք, որ տարբեր է, այդպես չկա ինչ-որ գրադիենտային վիճակ։
Եվ գրադարաններից օրինակ շատ հետաքրքիր էր, որ Երևանում շատ քիչ են օգտվում, Սյունիքում շատ են օգտվում, պատճառը օրինակ չգիտենք, մեզ հասկանալի չի, ընդ որում մենք կարող էինք վերցնել գրադարաններում գրանցվածների թիվը, որով մեզ բացարձակ ոչինչ չէր տա, կարծում եմ կհամաձայնենք, որովհետև կարող է գրանցվել եւ չօգտվել առհասարակ, բայց այստեղ արդեն հաճախումների քանակն է, որը հնարավոր է հաշվել ու դրանից եզրակացություններ անել։ Մենք պատկերացում ունենք, որ Շիրակում որոշ ցուցանիշներ վատ են լինելու, բայց ոչ սպորտը, բնականաբար սպորտի ցուցանիշը Շիրակում ամենաբարձրն էր, 10,000 բնակչության վրա ենք բաժանում արել, որպեսզի համամասնությունները պահենք, բնականաբար Շիրակում էր ամենաբարձրը, չեմպիոններն էլ եթե հաշվեինք, այնտեղ հաստատ ամենաբարձրը կլիներ։ Մեզ ամենաշատ մտահոգող ցուցանիշը առողջապահության ոլորտից բժիշկների թվականակը։ Էլի բաժանել ենք 10,000 բնակչի վրա եւ ստացվում է, որ բժիշկների գերկենտրոնացում կա Երևանում։ Դա երևի սպասելի էր, կարելի էր կանխատեսել, բայց կարծում եմ կարելի է նաև փոխել այդ իրավիճակը, որովհետև մարզերում էլ կարիք կա բժիշկների, հասկանում ենք, որ այստեղ հանրապետական բժշկական կենտրոններ կան եւ այլն։ Սոցիալականի մասին այսպիսի քարտեզ էլի ենք տեսել, մեր համար սա անսպասելի չէր, որ Երևանում եւ Սյունիքում աշխատավարձերը բարձր են, ներողություն, կենսաթոշակները բարձր են։ Նույնը վերաբերում է նաև աշխատավարձերին, հեսա մի քանի սլայդ հետո կտեսնենք։ Նպաստավորների թվականակը սա օրինակի ցուցիչ է սոցիալական կարիքների։ Իսկն որքան շատ են նպաստավորները, այնքան այդ նպաստների կարիքը ավելի շատ է, տեսնում ենք, որ օրինակ Երևանում եւ Սյունիքում ավելի քիչ է կարիքը։ Եվ հակառակը Շիրակում ավելի բարձր է, մոտ 5% է։ Աղքատ բնակչության մասով, էլի Շիրակում խնդիրը տեսնում ենք, Արագածոկում օրինակ խնդիրը ավելի քիչ է, արտահայտված։ Ծայրահեղ աղքատությունը, որ մուգ կանաչ գույնով նշված մարզերում ընդհանրապես ծայրահեղ աղքատություն չկա, բայց ստացվում է, որ Շիրակում ավելի շատ կենտրոնացած այդ խնդիրը։ Եվ ընդհանրապես, եթե Շիրակի մասին խոսենք, այնտեղ սոցիալական խնդիրները ավելի արտահայտված են։ Հանցավորության մասին մի քանի սլայդներ ունենք, որովհետև բացի սոցիալական եւ այլն, մեզ հետաքրքիր է ապրելու համար օրինակ հանցավորությունը կարևոր է, թե չէ, մենք կարծում ենք, որ կարևոր է, բայց հեսա քննարկումը կհասկանանք։ 100,000 բնակչի հաշվով ենք նշել, որովհետև թվերը ավելի փոքր էին, օրինակ Երևանում տեսնում ենք, որ խնդիր կա։ Տարբեր ձև կարելի է իհարկե այս մեկնաբանել, օրինակ Երևանում ավելի շատ հնարավորություն կա, եթե շատ ցինիկ արտահայտվենք, բայց միևնույն է Երևանում ավելի շատ ոստիկաններ կան, Երևանում ավելի շատ քննիչներ կան եւ այլն։ Չգիտեմ ինչի է խուլիգանության դեպքերը Լոռիում հատկապես արտահայտված, գուցե սա ասենք մի քանի դեպք ա եղել, որոնք շատ տենց ազդեցիկ են եղել կոնկրետ այս տարվա ցուցանիշի վրա, հաջորդ տարի երբ որ թարմացնենք այս ցուցանիշները կհասկանանք ինչ վիճակա փոխվում է դա։ Տվյալմիջոցների մասով շատ կարծրատիպային է ստացվել քարտեզը։ Մենք մտածում ենք, որ դա օրինված կարծրատիպ է, բայց պարզվեց, որ իրոք հարմարվինում տվյալմիջոցների հետ կապված հանցագործությունները շատ են, 10 անգամ ավելի շատ, քան Գեղարքունիքում, որտեղ ամենաքիչն է։ Էլի չենք ուզում, ստիգմատիզացնել, չենք ուզում կարծրատիպերը էլի մխել եւ այլն, բայց այս մեր համար տվյալներ են, որով թվերի հետ դժվար է վիճել։ Այս տվյալները պետք է օգտագործել այդ հարցերը լուծելու համար։ Չգիտեմ ինչի է սպանությունների թիվը այսպես վառ արտահայտված Սյունիքում, մենք սա հաջորդ թիվը ուսումնասիրենք, էլի հնարավոր է մի քանի դեպքեր են եղել, որոնք այս տարվա վրա ազդել են, բայց մյուս տարի նորից կնայենք այս ցուցանիշները։ Պատահարներ, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան դեպքերն են, էլի Սյունիքում արտահայտված է այդ բարձր ցուցանիշը։ Բռնության դեպքերն ենք ուսումնասիրել երկու դրվագով, մեկը ընդհանուր առմամբ ընտանիքում բռնության դեպքերն են, այստեղ ոչ մի խոմենք չունենք, չգիտենք, բաշխումը ոնց է, ոչ էլ կարծրատիպեր ենք ունեցել սրա վերաբերյալ, ոչ էլ ուզում ենք ունենանք ի դեպ, բայց կարծում ենք այստեղ ուսումնասիրության հարցեր կան էլի եւ պետք է նաեւ ֆիքսել են, որ բռնության դեպքերը միշտ չի որ բացահայտվում են, նկատի ունեմ հայտնի են դառնում առհասարակ, ոչ միայն բացահայտվում են,
Հետևաբար այստեղ որքան որակը բարձրանա տվյալների, այնքան ավելի լավ ցուցանիշներ, լավ նկատի ունեմ ավելի համադրելի, ավելի հասկանալի, հայտնի տվյալներ կունենանք։ Եվ առանձին անդրադարձել ենք ամուսնու կողմից կնոջ բռնության դեպքերին, որովհետև այս ընտանեկան բռնության մեջ սա ամենաշատ պատահող բռնության տեսակն է։ Տեսնում ենք, որ էլի նույն մարզերն են, հա, որտեղ որ ավելի վատ է վիճակը, որտեղ որ ավելի լավ է վիճակը։ Հիմա զբաղվածության եւ աշխատանքի վերաբերյալ մի քանի ցուցանիշ, ուրեմն շիրակում, էլի խնդիր ունենք։ Արմավիրում օրինակ զբաղվածությունը չշփոթենք նաեւ աշխատանքի հետ, դա զբաղվածությունը ներառում է նաեւ գյուղատնտեսություն եւ դա նաև ցույց է տալիս, որ կարող է գյուղատնտեսական մարզերում զբաղվածությունը ավելի բարձր լինել, բայց էլի շարունակելու ենք մոնիտորինգ անել, հասկանալ ինչա փոխվում։ Գործազրկության մակարդակը սա զբաղվածության հակառակը չի, որովհետև գործազրկությունը կոնկրետ հաշվարկի մեխանիզմ ունի, տեսնում ենք, որ տավուշումը, հա, շատ բարձր գործազրկությունը, էլի չգիտենք ինչի հետ է կապված, բայց եթե համայնքում գիտեն, շատ ավելի լավ։ Միջին ամսական անվանական աշխատավարձ այս հարկերը դեռ չհանած։ Ասացի, հա, նախապես, որ Երևանում եւ Սյունիքում բարձր է սովորաբար լինում, գիտեք, որ Երևանում որպես կենտրոնա դա բարձր, Սյունիքում էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն հատկապես շատ ազդում, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերն է մեզ այստեղ հետաքրքիր, որ ավելի ցածր ցուցանիշներ ունեն։ Շատ տարօրինակ էր մեր համար, որ վարկերը տարբեր տոկոսներ ունեն մարզերում, շատ անսպասելի էր մեր համար։ Կենտրոնական բանկի տվյալներն են, սա կոնկրետ 25 թվականի հունվարի տվյալներն են, մինչև 1 տարի ժամկետով վարկերն են, վարկերը ձևակերպված են այսպես, որ մարզում է լինելու ծախսումը այդ վարկի։ Եվ ստացվում է, որ օրինակ Վայոց ձորում ավելի ցածր տոկոսադրույքով են վարկեր ստանում եւ, չգիտեմ, տավուշում ավելի բարձր։ Սա իդեպ կարա շատ տարբեր պատճառներ ունենա, սկսած սուբսիդավորումից, վերջացրած, չգիտեմ, մարզերից մեկում ենթադրենք շատ մարդիկ կան, որոնք սա ցուցակներում են։ Բայց երբ որ տարիները փոխում են վարկերի, ինչ որ բաներ էլի փոխվում է, չնայած Վայոց ձորը էլի առաջատար է, հա, դրական իմաստով։ Եվ 5-ամյա վարկերի, 5 տարուց ավելի, սա երևի նշանակում է հիպոթեք, ավելի խոշոր վարկեր, բիզնես վարկեր, հավանաբար եւ այլն, այստեղ տեսնում ենք, որ էլի փոխվում է իրավիճակը, օրինակ տավուշում շատ ավելի լավ է, 5 տարուց ավելի ժամկետով վարկերի դեպքը, արմավիրում էլի լավ է եւ ընդհանուր առմամբ փոխվում է իրավիճակը։